Բարև ձեզ, եթերում հրապարակումն է։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Ճանապարհաշինական լայնածավալ ծրագրեր Գյումրիում այս տարի նախատեսվում է նորոգել շուրջ 15 կիլոմետր, հաջորդ փուլերի համար արդեն ընտրվում են քաղաքի առավել ծանրաբեռնված եւ անմխիթար փողոցները։ Հայաստանի պատմության ամենամասշտաբային միջոցառումը հոկտեմբերին COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասին հարցազրույց տաղավարում։ Վերջին տարիներին դեռևս չգրանցված ցուցանիշ, Հայաստանի 5 խոշոր ջրամբարներ լցվել են ամբողջ ծավալով։ Եվ Ֆիլիպիններից Հայաստան հասած զբոսաշրջիկներից մինչև հայրենիք վերադարձած ու սեփական բիզնես ստեղծած Աչաջուրցի երիտասարդ, գին ու տուրեր, պատմամշակութային հուշարձաններ, Տավուշը փորձում է հյուրերին պահել ոչ թե ժամերով, այլ օրերով։ Գյումրիում փոսալցումների շրջանն աստիճանաբար մնում է անցյալում։ Քաղաքում մեկնարկել են ճանապարհների հիմնանորոգման ծրագրեր։ Նպատակը ոչ միայն մաշված փողոցները երթևեկության համար հարմար դարձնելն է, այլև երկարաժամկետ շահագործման համար ենթակառուցվածքներ ստեղծելը։ Այս տարի նախատեսվում է նորոգել շուրջ 15 կիլոմետր ճանապարհ, իսկ առաջիկա տարիներին աշխատանքների ծավալն ավելի կընդլայնվի։ Վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի երկրորդ քաղաքում ամեն տարի պետք է կառուցվի 25 կիլոմետր ճանապարհ։ Վրաստանի սահման ու Բավրայի անցակետ տանող հիմնական ճանապարհներից մեկը Գյումրու Շիրակացի փողոցը հիմնանորոգվում է։ Մի քանի ամիս առաջ այստեղ հին ծածկն էին հեռացնում, այսօր արդեն նոր ճանապարհի ու մայթերի ուրվագծերը երևում են։ Մենք ամբողջ ծածկը հանել ենք, անցկացրել ենք ջրահեռացման համակարգ, բազալտից զարգալել, կատարվել է մայթերի ասֆալտապատման աշխատանքները։ Շինարարության համար կառավարությունը մոտ 880 միլիոն դրամ էր նախատեսել, սակայն աշխատանքների ընթացքում պարզ դարձավ, միայն ասֆալտը փոխելով խնդիրը չի լուծվելու։ Նախագծային փոփոխություններ են անում ու ինքը մոտ միլիարդ 300 միլիոն 400 միլիոն է դառնալու, մենք գոյուղինել ենք փոխելու Շիրակացի փողոցի։ Խնդիրը Գյումրիում տարածված է։ Ճանապարհը նորոգվում է, հետո պարզվում տարիներով չփոխված գոյուղին կամ ջրագիծը վթարային վիճակում է, ասֆալտը պիտի քանդել, խողովակ անցկացնել։ Ենթակառուցվածքներ շատ երկար տարիներ Գյումրիում փոփոխություն չի եղել, մենք գոյուղու համակարգեր ունենք, որոնք երևի սովետական միության ժամանակվա փոխված համակարգեր են ու բաց այդ ամեն ինչը երկրաշարժից հետո ամեն մեկը ոնց հարմար եղել իրանք պսկվել է ու դրանց մեծ մասը փոփոխության կարիք ունի։ Գտնել խնդիրները, քարտեզագրել ու Գյումրիում ամեն տարի նորոգել 25 կիլոմետր ճանապարհ։ Վարչապետի հանձնարարականից հետո մի քանի խորհրդակցություն, քննարկումներ արդեն եղել են։ Նպատակն է գործը նոր մոտեցմամբ անել, չերևացող խնդիրները նախ լուծել, հետո անցնել ասֆալտին։ Այն ճանապարհահատվածները, որտեղ որ կպլանավորվեն իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ, վնասված կամ փոփոխման ենթակառուցվածքները պետք է փոխարինվեն։ Նախագծերը պատրաստ լինելուց հետո կհայտարարվեն արդեն շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթներ եւ կաշխատենք հնարավորինս գարնան բացվելուն պես մեկնարկել աշխատանքները։ Հիմա դեպարտամենտում ուսումնասիրում են ճանապարհահատվածները, որոնք մարզպետարանն առաջարկում է ներառել 25 կիլոմետրի ծրագրում։ Այս տարվա միջին նորոգումների ցանկում ընդգրկվել են Գյումրու մի քանի փողոցներ, այդ թվում Մուշ թաղամասը։ Երկրորդ մեծությամբ մեծ թաղամասն խիտ բնակեցված, կենտրոնական փողոցները Մուշ թաղամասի, նաև երկրորդական փողոցներ ունենք, փորձում ենք այս թաղամասը ամբողջացնել 26 թվականի ծրագրով դուրս գալ։ Մյուս տարի էլ ծայրամասերի փողոցների նորոգումը կլինի օրակարգային ճանապարհաշինական նոր քարտեզում առաջնահերթ տեղ են գտնելու այն ճանապարհները, որոնք կարող են քաղաքի երթևեկության մի մասը դուրս բերել կենտրոնից եւ թեթևացնել Գյումրու ծանրաբեռնված հատվածները։ Մոտ 100 օրից Հայաստանը կհայտնվի միջազգային բնապահպանական օրակարգերում։ Երևանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, COP17-ը, նախապատրաստական աշխատանքների մասին քննարկելու ենք տաղավարում, այստեղ է շրջակա միջավայրի նախարարը։ Պարոն Մաթևոսյան, 3 ամիս մոտավորապես ու Հայաստանը կհյուրընկալի երևի իր պատմության ամենամասշտաբային միջազգային միջոցառումներից մեկը։ Այսօրվա դրությամբ ու այսօրվա գնահատականներով նախապատրաստական ինչ աշխատանքների փուլում ենք։
Աշխատանքները շատ ինտենսիվ, ակտիվ եւ իհարկե ծանրաբեռնված փուլում են գտնվում եւ կարծում եմ այլ կերպ հնարավոր չէր, քանի որ ինչպես նշեցիք, ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի համաժողովը համարվում է աշխարհի ամենամասշտաբային համաժողովներից մեկը, իսկ Հայաստանի Հանրապետության համար ամենամեծ միջոցառումը, որը երբևէ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալել է, իսկ որպես հարտակ ամենամեծ հարտակը, որը Հայաստանի Հանրապետությունը նախագահել է մինչև 2028 թվականը։ Կարծում եմ կարելի աշխատանքները բաժանել հիմնական երկու ուղղությունների, քանի որ թյուրըմբռնում կա, որ աշխատանքները միայն վերաբերում են լոգիստիկ հարցերին, բայց այդպես չէ, մենք հյուրընկալում ենք եւ նախագահում ենք, հետեւաբար նաեւ մենք մեծ անդրադարձ ունենք նաեւ ոլորտային հարցերին եւ բովանդակային հարցերին։ Լոգիստիկ հարցերով, ինչպես տեղյակ եք, վարչապետի որոշմամբ կա COP17-ի իրականացման եւ անցկացման աշխատանքների համար ստեղծված կազմ կոմիտե, որը նախագահում եմ ես, որտեղ ներգրաված են գրեթե բոլոր գերատեսչությունները, որոնք ունեն իրենց ուրույն դերը կազմակերպչական հարցերով, որպեսզի վստահ լինենք, որ ոլորտային առումներով մենք որևէ խնդիր չենք ունենա, դա վերաբերում է բոլոր տեսակի ենթակառուցվածքային հարցերից, սկսած առողջապահությունից, անվտանգություն, կապ, տրանսպորտ, հյուրանոցներ, գիտության այլ հարցեր եւ այլն։ Եվ մյուս կողմից իհարկե ունենք արդեն բովանդակային հարցերով աշխատանքներ, որը թերևս ամենաչերևացող հատվածն է մեր աշխատանքների, բայց կարծում եմ ամենակարևորը, որովհետև հիմնականում Հայաստանի Հանրապետության դերակատարումը հենց այդտեղ է շեշտադրվում որպես նախագահող երկիր կոնվենցիայի։ Այստեղ արդեն ունենք ձևավորված աշխատանքային խմբեր, թիմեր, բանակցային թիմեր, որոնք սկսել են իրենց աշխատանքը երկկողմ բազմակողմ ուղղություններով։ Մենք սա անում ենք, որպեսզի վստահ լինենք, որ արդեն իսկ օրակարգում ներառված հարցերը հնարավորինս մեծ քանակի հարցեր մենք կոնսենսուսային ելքով համաձայնության կգանք կողմ երկրների հետ, որոնք 196-ն են։ Մասշտաբների մասով շատերը գուցե COP17-ը ընկալեն որպես հերթական միջազգային միջոցառում, որը հյուրընկալում է Հայաստանը, բայց պատկերացում չունենան, թե ինչ է իրականում սպասվում, ինչ մակարդակով այցեր են լինելու։ Միջոցառումը բաղկացած է լինելու ավելի շուտ մի քանի մասից։ Մենք ունենալու ենք տարբեր գոտիներ, կանաչ գոտին, Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում, այն բաց կլինի քաղաքասարակության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տուրիստների, առհասարակ բոլորի համար, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենան ընդհանուր այդ գլոբալ քննարկումներին եւ մասնակցություն ունենան նաեւ որպես հարտակ օգտագործեն երկկողմ հարաբերությունների ձևավորման եւ կապերի ամրապնդման համար։ Եվ ունենալու ենք կապույտ գոտին Մերիդիան Էքսպո կենտրոնում, որը լինելու է փակ հատված միայն պատվիրակությունների անդամների համար։ Այդ ստատիստիկորեն ուսումնասիրում ենք նաև նախորդ կոպերի ցուցանիշները, մենք ակնկալում ենք տասնյակ հազարավոր հյուրեր։ Առաջի հատվածում լինելու է Leader Summit-ը, երկրի ղեկավարների նվիրված summit։ Առաջին դեմքերով այցեր առաջին դեմքերով, որը տեղի կունենա ամսի 15-16 եւ հոկտեմբերի 15-16, հոկտեմբերի 18-ին մենք արդեն բացումը կանենք կապույտ զոնայի պաշտոնական եւ կանաչ զոնայի պաշտոնական բացումը եւ արդեն իսկ դրանից հետո եւս 2 շաբաթ մենք գտնվելու ենք անընդմեջ քննարկումների, բանակցությունների մեջ եւ միջոցառման համաժողովի ավարտին կախված օրակարգի հարցերից հարցերը դրվելու են քվեարկության եւ կայացած որոշումները նշեմ որ պարտադիր կայացման են կոնվենցիայի կողմ հանդիսացող բոլոր 196 երկրների համար։ Այսինքն ինքը ոչ միայն բնապահպանական, այլ նաև շատ մեծ մասշտաբի առում նաև քաղաքական միջոցառում է եւ շատ կարեւորագույն հարթակ։ Իսկ տնտեսական իմաստով ինչ կտա այս միջոցառման իրականացումը Հայաստանի։ Ես չի առանձնացնի միայն տնտեսական, որովհետև շատ մեծ հնարավորություններ կտա կոպը։ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ հանդիսանում է կենսաբազմազանության կարևորագույն օջախներից մեկը, ամենակենսաբազմազան երկրներից մեկն ենք մենք համարվում, բայց կոպ նախագահությունը ստանձնելով մենք արդեն դառնում ենք փաստացի գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը։ Սա մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի առանձին ուղղություններով ամրապնդենք մեր հարաբերությունները տարբեր երկրների հետ, տարբեր միջազգային կառույցների հետ, դոնոր ֆոնդերի հետ եւ կոպ հյուրընկալելու միայն կարողությունները եւ ենթակառուցվածքները կարող ենք համարել, որ սա մեծ կապիտալ ներդրում է նաեւ մեր կարողությունների եւ ենթակառուցվածքների վրա, որը նաեւ հնարավորություն կտա հետագայում հայտեր ուղարկել տարբեր նմանատիպ մեծ միջոցառումների, իսկ կենսաբազմազանության կոպից ավելի մեծ միջոցառում թերևս մեկը կա այս պահին, այսինքն մնացած բոլոր միջոցառումներ աշխարհում եւ համաժողովները Հայաստանի համար կարողությունների առումով կլինեն ընկալելի եւ հնարավոր կլինի դա կազմակերպել։ Սա իհարկե նաև մեծ ազդեցություն կունենա տնտեսության առումով, հատկապես ծառայությունների սպասարկման ոլորտում, որովհետև ինչպես նշեցի, բազմահազարանոց հյուրեր ենք սպասում։ Պարոն նախարար, ընդհանրապես կոպը հյուրընկալող երկրները նախ եւ առաջ փորձում են իրենց առաջնահերթ օրակարգերն ներկայացնել Հայաստանի պարագայում որն է լինելու։ Քննարկվող օրակարգային հարցերը բաղկացած են մոտ 80 կետից
Իհարկե այստեղ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես չեզոք նախագահության դիրքերից այն առումով, որ մենք առանձին օրակարգ չենք ցանկանում թելադրել առանձին երկրների շրջանների շահեր պաշտպանելու համար, բայց մենք շատ կարևորում ենք օրինակ լեռնային եւ քաղցրահամ էկոհամակարգերի պահպանության հարցը, շատ կարևորում ենք օրինակ սահմանված մինչեւ 30 թիրախները, որոնք բավականին դժվար են աշխարհի համար իրականացվում, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության համար 2022 թվականին կա ընդունված կարծում կարևորագույն փաստաթղթերից մեկը շրջակա միջավայրի ոլորտում Կումնիկ Մոնտրեալի շրջանակային փաստաթուղթը, որը սահմանում է հստակ թիրախներ եւ նպատակներ, որոնք պետք է իրականացվեն կողմ երկրների կողմից։ Հիմա արդեն անցել է 4 տարի եւ թիրախներին հասնելու համար մնացել է եւս 4 տարի։ Իսկ սա ինչ-որ միջանկյալ ժամկետ է եւ մենք առաջարկում ենք, որպեսզի մենք վերանայենք ոչ թե փաստաթուղթ, այլ վերանայենք իրականացված աշխատանքների ընթացքը եւ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա փորձենք նոր առաջարկություններով հանդես գալ, օրինակ նոր տեխնոլոգիական մոտեցումներ կամ միասին աշխարհի հետ փորձենք գտնել նոր ֆինանսավորման աղբյուրներ, քանի որ տեղյակ եք, որ հիմնականում ֆինանսավորման աղբյուրը դա պետական միջոցներն են, որը երբևէ բավարար չի լինում որից է երկրում, հետեւաբար պետք է փորձենք նոր ֆինանսական աղբյուրներ գտնել։ Պարոն նախարար, շնորհակալ եմ շատ։ Բնության պահպանության մասին խոսելիս կարևոր է ոչ միայն կենսաբազմազանությունը, այլև բնական ռեսուրսների խելամիտ կառավարումը։ Հայաստանում այս գարնան աննառատ տեղումների շնորհիվ 5 խոշոր ջրամբարներ հասել են իրենց առավելագույն ծավալին, ապահովելով ոռոգման ջրի պաշարներ, աջակցելով էներգետիկ համակարգին եւ նվազեցնելով Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու անհրաժեշտությունը։ Ապարանի ջրամբարը գործունեության 60 տարվա ընթացքում ամբողջ ծավալով 91 միլիոն խորանարդ մետր ջուր է լցվել վերջին անգամ 15 տարի առաջ։ Իսկ 1988-ին ջրի ծավալը հասել է նույնիսկ 98 միլիոն խորանարդ մետրի։ Ամեն անգամ ջրամբարն ամբողջությամբ լցվելիս կիսով չափ ջրի տակ է անցնում 4-րդ դարի Պողոս Պետրոս եկեղեցին։ Արդեն 9-րդ անգամն է այս խորհրդավոր պատկերը ջրամբարում։ 1962-ից 67 թվականներին է կառուցվել ջրամբարը։ Պողոս Պետրոսը եւ եւս երկու փոքր բազիլիկ տիպի մատուռ եկեղեցի ջրամբարի տարածքում են եղել։ Դեռևս 1967-ին փոքր եկեղեցիները տեղափոխվել են ջրամբարից քիչ հեռու եւ վերաշարվել։ Ցավոք, Պողոս Պետրոսը մնացել է նույն տեղում։ Մինչև պատուհանները ջրի տակ անցնող եկեղեցին այս տարի դարձել էր զբոսաշրջիկների սիրված ուղղություններից մեկը։ Շատ են գալիս զբոսաշրջիկները։ Դրսից են գալիս, եկեղեցու մասին հասնում են, որ դարի է, ինչ վիճակում է։ Իսկ հիմա ինչքան է ջրի տակ եկեղեցին։ 3 մետր, մի քիչ ավել։ Մի 3 է, բայց լիք լցված ժամանակ 4 մետր է։ Ջրամբարն ամբողջությամբ լցվել է, անակնկալի էր բերել նաև արջերի ընտանիքին։ Հաջողվել է տեսագրել, թե ինչպես է մայր արջը քոթոթների հետ լողում դեպի ափ։ Հովհաննես Առաքելյանն արդեն 7-րդ անգամ է ականատես լինում ջրամբարի այսպիսի պատկերի։ Չի թաքցնում ոգևորությունը, անհամբեր հետևել են ջրի մակարդակի բարձրացմանը։ Հիասմունք մի բառով կարամ ասեմ։ Հիասմունքը շատ լավ է։ Հատկապես այս տարի շատ է ուրախացել, որովհետև վաղուց չէր եղել։ Անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա մայիս ամիսը տեղումների քանակը նորմայից այնքան բարձր է եղել, որ ամբողջությամբ լցվել են 5 գլխավոր ջրամբարները։ Ապարանինը 91 միլիոն խորանարդ մետր, Ազատի ջրամբարը 70 միլիոն, Ախուրյանինը 525, Արփիլիչ ջրամբարը 105 միլիոն խորանարդ մետր, ամբողջությամբ լցվել է նաև Մարմարիկի ջրամբարը։ Ջրարդ Փակbaşնետիրական ընկերության կառավարման ներքո գտնվում են թվով 15 ջրամբարներ, մեծ ու փոքր։ Իհարկե ես ոչ մեկի կարևորությունն էլ չէի նվազեցնի, բայց մեզ համար Ազատի, Ապարանի, Ախուրյանի, Մարմարիկի ջրամբարներն են, Արփիլիչ ջրամբարը, որոնք որ հիմնականում ապահովում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առյուծի բաժինը։ 2026 թվականի փետրվարը մեր դիտարկումների պատմության մեջ եղել է ամենատեղումնառատ 3-րդ փետրվարը։ Տեղումնառատ էր նաև մարտ ամիսը, մարտը մեր դիտարկումների պատմության մեջ սկսած 1935 թվականից ամենատեղումնառատն էր։ Առանձին հատվածներում, Ամբերդում եւ Արագած բարձրվերներում տեղումների քանակը նորմայից ավել է եղել 3-ից 5 անգամ։ Առատ տեղումներով պայմանավորված 2026 թվականի մարտի 28-ին Արագած բարձրլեռնային կայանում մեր ձնածածկույթի բարձրությունը հասավ 324 սանտիմետրի, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ էր։
Առատ տեղումները չդադարեցին նաև ապրիլին, ընդհանրապես այս տարվա գարունը վերջին 90 տարվա ամենախոնավ 12-րդ գարունն էր։ Հենց այս տեղումներից հետո էր, որ ամբողջությամբ լցված ջրամբարներից անհրաժեշտ եղավ որոշակի քանակով ջուր բաց թողնել մինչև ոռոգման սեզոնը, այսպես կոչված վթարային ջրթողներով։ Օրինակ Ազատի ջրամբարում վերջին անգամ նման ծավալով ջուր է լցվել 2020 թվականին։ Խոշոր ջրամբարների շարքում է մոտ 7500 հեկտար, ոռոգելի տարածքներ է ջուրն ուղղվում։ Ազատի ջրամբարից մեխանիկական եղանակով ջուրը մղվում է նաև ավելի բարձրադիր հատվածների հողատարածքներ։ Ինչու են Ապարանի եւ Մարմարիկի ջրամբարները մեզ համար շատ կարեւոր, որովհետեւ Ապարանի Մարմարիկի ջրամբարները այս տարի ունեն առավելագույն լցվածություն եւ դա ոչ միայն մեզ թույլ է տալիս արդյունավետ կազմակերպել ոռոգման process-ը գյուղատնտեսների համար Հայաստանի Հանրապետությունում հիմնականում Արարատյան դաշտավայրում, Կոտայքում, Արագածոտնի մարզում, բացի դա հնարավորություն է տրվում առավելագույնս խնայել Սևանա լճի ջրի բաց թողումը։ Պայմանավորված այդ ջրամբարների ջրալցվածությամբ Սևանա լճից ջրառ սկսեց իրականացվել հուլիսի 2-ին, ինչը վերջին 25 տարվա ամենաուշ ցուցանիշներ, այսինքն մենք դրական տենդենս ունենք, եթե անցյալ տարի Սևանա լճի ջրառը սկսվել էր հունիսի 6-ից եւ արդեն մինչեւ հուլիսի 2-ը բաց էր թողնվել 46 միլիոն ջուր, մենք այս տարի այդ 46 միլիոն ավել ոնց որ ասած ջուր ունենք, եթե համեմատենք նախորդ տարվա համեմատ։ Ավելին ջրամբարների ջրալցվածության պայմանավորված կառավարության որոշմամբ այս տարի Սևանա լճից նախատեսվում է 140 միլիոն խորանարդ մետր ջուր, նախորդ տարի բաց է թողնվել 170 միլիոն խորանարդ մետրի կարգի ջուր։ Ջրառատ է եղել նաև Սևանա լիճ լցվող Արփա գետը, տարվա սկզբից 140 միլիոն խորանարդ մետրից ավելի ջուր է լցվել լիճ, անցած տարվանից 46 միլիոնով ավելի շատ։ Բացի այդ, ջրի մակարդակը բարձրացել է հենց ուղիղ լիճ լցվող տեղումների շնորհիվ։ Եթե հունվարին ջրի մակարդակը բարձր է եղել 54 սանտիմետրով, ապա ապրիլ-հունիս ամիսներին բարձր էր 48 սանտիմետրով։ Նման ցուցանիշ չի գրանցվել 2011 թվականից։ Այս տարվա հունիս ամսին լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով եւ դա Սևանի հիդրոլոգիական դիտարկումների պատմության մեջ սկսած 1927 թվականից ամենաբարձր երկրորդ ցուցանիշն էր 1988 թվականից հետո։ Այս տարի ջրամբարների 100%-ով լցվելու շնորհիվ Սևանից ավելի քիչ ջուր կմղվի գյուղատնտեսական նպատակներով, հիմնական բեռն իրենց վրա կվերցնեն ջրամբարները, ու որպեսզի ջուրը մշակովի հողատարածքներ հասնի նվազագույն կորուստներով, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ջրատարների մաքրման ու նորոգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել։ Ի դեպ, ջրամբարների ջուրն օգտագործվում է ոչ միայն գյուղատնտեսական նպատակներով, դրանք կարևոր դեր ունեն նաև հիդրոէլեկտրակայաններին ջուր մատակարարելու համար, օրինակ Հերհերի ջրամբարի ջուրը բաց է թողնվում բացառապես էներգետիկ նպատակներով։ Հայաստան եկած զբոսաշրջիկները վաղուց արդեն միայն Երևանով ու Սևանով չեն սահմանափակվում։ Ավելի ու ավելի շատ ճանապարհորդներ բացահայտում են օրինակ Տավուշը, իր գինու ավանդույթներով, պատմամշակութային ժառանգությամբ եւ բնության գրկում ձևավորվող նոր զբոսաշրջային հասցեներով։ Մեր նկարնող խումբը Իջևանից մինչև Մակարավանք հետևել է այդ ճանապարհին։ Նոր զգացողությունների փնտրտուքը ճանապարհորդել սիրող ֆիլիպինցի զույգին այս տարի Հայաստան է բերել։ Երևանում են մի քանի օր եղել, Սևան են գնացել, Իջևան առավոտյան են եկել, Գինեբույր միջավայրում մի թեթև արփեսլող տուրի մասնակցել, հիմա ճաշն են վայելում, բացահայտումները շարունակելով արդեն սեղանի շուրջ։ Առաջին անգամ ենք ճագարի միս փորձում, շատ համեղ է։ Գեղեցիկ, սիրտ ջերմացնող, համեղ։ Տեսողական, զգայական եւ համային 3 տպավորություններն են, որ երիտասարդ զույգը Հայաստանից իր հետ կտանի, սրտում վառ կպահի։ 75-ը բոլորած Իջևանի գինու կոնյակի գործարանը մինչև վերջին տարիներ երբևէ չի դիրքավորվել որպես գինու туриզմի հասցե, ուր կարելի է հայկական գինու պատմության առերեսվել ու պարզապես Հայաստանի Թավշյա հյուսիսում անմոռանալի մի օր վայելել։ Անցորդները սակայն հաճախ են ցանկացել մտնել, տեսնել, ինչ կա գործարանի պատերից ներս։ Վերջին տարիներին որոշ հարմարություններ էին ստեղծել, փոքր խմբերի առաջ դռները բացել։
Մինչ նախորդ տարին մեր հյուրերին հյուրընկալում ենք այս փոքրիկ համտեսի սրահում, որը ունի ընդամենը 45 հոգու հյուրընկալության հնարավորություն, սակայն դեռևս նախ անցած տարի ցուցանիշները ցույց տվեցին, որ պահանջարկը շատ ավելի մեծ է եւ մենք էքստրեմալ պետք է միջոցներ ձեռնարկենք, որ հնարավորինս շուտ նոր համտեսի սրահը պատրաստ լիներ հյուրեր ընդունելուն։ Սեպտեմբերին արդեն 1 տարի կլինի, որ գործարանը տուրիստական նոր իմիջ ունի, հյուրընկալության նոր, ընդարձակ պայմաններ ու նոր առաջարկներ։ Միայն այս բարձրահարկ նորակառույցում մինչև 250 հյուր կարող են միանգամից ընդունել, ճաշ, ընթրիք կազմակերպել, ոգելիցի համտեսներ, նաև մեծ հանդիսություններ։ Գինու նոր մառաններն էլ միշտ հյուրաշատ են, գինու տուրերն անընդհատ շուրջ տարին։ Ընկերներ, միասին կհամտեսենք վարդագույն փրփրուն գինի, բոլոր խմողներին անուշ լինի։ Անուշ լինի։ Հուսով եմ գինին ձեզ դուր կգա։ Խաղողից գինի պատմության ու արարողակարգի շղթան հյուրերի համար անսպասելի դրվագներով են նաև տպավորիչ դարձնում, որոշ առումներով մոգական։ Հին կոնյակների մառանում օրինակ ամենատարեց Աբգար թագավորի անվան տակառին, եթե ձախ ոտքով հենվես, աչով էլ խցանից հոտոտես, հավատացնում են նպատակներդ թևեր են առնում։ Երազանքս ինքնադար։ Որ գինեբույն միջավայրից հայ մարդու կենցաղի մասին ավելի ամփոփ տպավորություն փոխանցեն, զբոսաշրջիկների համար տարբեր արարողակարգեր շուտով կվիզուալիզացնեն լավաշ թխելուց մինչև լցկան եզրերի օգնությամբ հողագործություն։ Հյուրերին զվարճացնող գրավող կենդանիներ էլ տարածքում ունեն էքսկլյուզիվ տեսակների մեկը հենց մինի ապալուզան։ Գործարանի նոր բնակիչն է, Չարլի, Իջևանը ժամանել Ամերիկայից, օպա։ Տավուշի զբոսաշրջային քարտեզը Իջևանից անդին հագեցած է կանչող այլ հասցեներով, այդ թվում պատմամշակութային։ Անտառամեջի ճանապարհը Աչաջուր գյուղից ընդամենը 3 կիլոմետր հեռու Մակարավանք է տանում։ 13-րդ դարի վանական համալիրը հայ միջնադարյան ճարտարապետական նշանավոր կառույցներից է, բաղկացած է հին գլխավոր եկեղեցիներից, Գավթից, Աստվածածին եկեղեցուց, Մատուրից, օժանդակ այլ շինություններից, ու միակ պատմական հիշատակությունն այս վանքի մասին Կիրակոս Գանձակեցու մոտ է հանդիպում։ Պատմիչը վկայել է, որ Հադրքի իշխան Վախթանգի կինը դստեր հետ վարագույր են գործել նաև Մակարավանքի համար։ Վանական համալիր եկողները տարածքի էներգետիկայով կաշառված սովորաբար դժկամությամբ են հեռանում, եկող գնացողներին միավորող տրամադրության հենց այս նոտան զգալով 2 տարի առաջ Աչաջուրցի հայկը որոշեց անտառամեջում Մակարավանքից քիչ հեռու հյուրընկալության հասցե հիմնել, Մակարը անվանել։ 800-ից 1000 հոգի հյուր ենք ունենա, նո ամսվա կտրվածքով։ Ու որ համեմատում ենք անցած տարվա հետ, զգում ենք, որ փոփոխություն կա։ Դա լավ է։ Մոտ 20 տարի առաջ է հայկը Աչաջուրից դուրս եկել, ապրուստը Ռուսաստանում փնտրել, բայց մի քանի տարի առաջ վերջնական վճռեց, ծննդավայր գյուղ է վերադառնում, նոր էջից սկսում։ Որոշեցինք, որ всё արդեն հերիք է դուրս ապրենք, աշխատենք, ստե ապրենք, աշխատենք գյուղը, բարեկամների, հարազատների հետ։ Մեր հողը ջրը մտնենք։ Մակարան սկզբում հանգստի կանգառ էր, արագ սննդի առաջարկով, հետո արդեն հյուրերի շարժի թելադրանքով ընդարձակվեցին, նոր ճաշացանկ կազմեցին։ Շապուրները պիտեմ։ Բեր։ Իջևան եկող առաջնահերթ ինչ պիտի համտեսի։ Խոզի միսը Իջևանի։ Ամենահամով եւ յուրահատուկ ուտեստ։ Մեր Իջևանի խոզի միսը լավն է, որովհետեւ կաղին կերած խոզի միս է։ Շատ հյուրեր անտառամեջի հանգիստը ինտերնետ հասանելիության գոտուց դուրս ոչ թե մի քանի ժամով, այլ օրով կամ օրերով վայելելու ցանկություն ունեին։ Այս տարեսկզբին հայկը որոշեց նաև գիշերակացի հարմարություններ ստեղծել, ընդհանուր միջավայրին համահունչ փայտե տնակների հարևանությամբ շոքեբաղնիկ է կառուցել։ Որ դու արդեն քո ջրումն ես, դա արդեն շատ հանգիստ ես։ Դա զգանում ես, որ դա քոնն է, թեկուզ եւ մի փոքր, բայց քոնն է։ Աչաջուր վերադառնալու այս հյուրատուն սարքել, այս ռեստորան սարքելը իմ ճիշտ որոշումներից մեկն է, ամենակարևոր։ Հյուրերի գոհնակությունը գոտե պնդում է օտարության մեջ ապրելու տարիներին մտմտածն ավելի համարձակ նյութականացնել, թևեր տալ երազանքների, որոնք մի ժամանակ անիրական էին թվում։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, Արունգավեջում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից։